Բարևներ, բարևներ եմ ասում բոլորին, ովքեր ինձ դիտում են թե Հայաստանում, թե տարբեր երկրներում։ Ինչու՞ չէ նաև ողջ աշխարհին բարևներ, բարևը Աստծունն է եւ խաղաղ կիրակի օր եմ ցանկանում բոլորիդ հանգստյան օրս է, տանն եմ, տեսնում եք շատ ուրախ եմ, կարևորը որ տանն եմ, ինչքան գործ կանեմ, ինչ կանեմ, չափը ինձ չի հետաքրքրում, այն որ ամենալավ օրն է կիրակի օրը։ Նորից առավոտ շուտ եմ արթնացել, շատ շուտ, 9 ժամին։ Ու կոֆես, մի քիչ գործ-մործ, ու հիմա կոֆե եմ դնում, կոֆես խմում եմ, վայելեմ, էլի տեսնեմ ինչ եմ անում։ Հերթը հասավ ձեզ, դուք պատմեք, դուք ասեք, ինչ եք արել, ինչ եք թողել։ Գիտեք, ես ինչքան եմ ուրախանում, որ հանդիպում եմ իմ հետևորդներին, խոսում ենք, զրուցում ենք, շատ հետաքրքիր է։ Եվ մի ամաչեք, սիրելի հետևորդներ, մի ամաչեք եւ ինձ տեսնում եք, հետո անձնական տենց էջով գրում եմ, որ քեզ տեսա, ձեր տան մոտով անցա, ամաչեցի, որ մոտենայի խոսենք, մի ամաչեք, ես էլ սովորական մարդ եմ, մեծ հաճույքով կխոսամ, կպատասխանեմ ու ինձ համար դա ավելի հաճելի է, այնպես որ մի ամաչեք։ Լիլիթս լիովին ապաքինվեց, լավ է, Մերինա հիմա էլ հիվանդ, տանն է, այսօր էլ կմնա տանը ու կգնա իր գործին։ Նկատած կլինեք, չէ՞ որ այս վերջերս Մերին շուշուտ է գալիս վայք եւ ասեմ, որ ինքն էլ կարոտում է իր տունը, տեղը, ամեն ով էլ որտեղ գնա, ուր էլ ապրի, մեկը իր այդ տանը կարոտում է, թեկուզ լինի հին խրճիթ, թեկուզ լինի հեռավոր գյուղ, բայց մարդ երբեմն նստում է, կարոտում է թեկուզ այդ հեռավոր գյուղի այգին, ամենալավ խրճիթը դա հին խրճիթն է, գետի եզերքին, ծառերի տակին, հիշում եք այդ բանաստեղծությունը, չնայած հիմա արդեն կրթական ոլորտն էլ է, համակարգն էլ է շարքից դուրս եկել, մի քանի տարի հետո մեր նոր սերունդները ինձ թվում է կմոռանան մեր հայ գրողներին, որը շատ ցավալի է։ Այդպես կոֆեսը եղավ։ Տեսնում եք, չէ, այս ջազվայով չի թափում։ Թխվածք երեխաներն են վերցրել, միկադո է, մերի սիրած թխվածքն է, կամ միկադո, կամ մրջնաբույն։ Իհարկե ժամանակ չեմ ունենում թխել։ Հուսամ, որ այս ձմեռը տանն եմ լինում, կարողանում եմ թխվածքներ, մի խոսքով ամեն ինչ էլ անել լիովին, էլի անում եմ գործերը երեխեքի, բայց թերի եմ անում, չեմ հասցնում, ես էլ եմ մարդ, մեկ-մեկ ուզում եմ ես էլ նստեմ, հանգստանամ, այն որ, բայց մի այնպիսի ձգտում կա մեջս, որ ամեն ինչն էլ հասցնեմ, անեմ, որ ոչ մեկն էլ դժգոհ չմնա։ Եվ մի բան ասեմ, առհասարակ այս կյանքում մարդ պետք է ամեն ինչից էլ գոհ լինի, ինչու դա հիշեցի, երեկվա մեկնաբանություններում մեկը գրել է այս դարում կվարձիրան այդ վիճակում, այսինքն որ վերանորոգված չի, բայց ինչ կա դրա մեջ, ես 100 անգամ, 1000 անգամ բազմիցս ասել եմ, որ ես չեմ ամաչում, ես գոհ եմ հենց այդ պատերի համար, մարդ կա, որ տուն չունի, վարձով է մնում, շատ դժվար, ես ամեն անգամ էլ գոհ եմ, գոհանում եմ, ամեն ինչ էլ կլինի մաներից, Աստծուն փառք տղաս,
արդեն մեծ տղա է, կաշխատի, մնացածն էլ ինքը կշարունակի, ես չեմ դժգոհում, ինձ էլ հենց այնպես չեն տվել, մեր տանջանքով է եղել մի խոսքով, 1000 անգամ ասել եմ ու ուզում եմ անդրադառնամ, մարդիկ մի եղեք այդքան չար, կծող, անպայման պարտադիր ուզում է ինձ կծել, վիրավորել, այո, ինչ կա, դա եմ ես ցույց տալի, չես ուզում, չես հավանում, իմ էջից դուրս արի, կամ էլ վերանորոգի մեր բնակարանը, որ այդքան շատ մտածում ես։ Երևի արդեն կարդացած կլինեք ու մեկն էլ տակը շարունակությունն է գրել, հա հեսա ծանրոց կգա, այո, ես երբեք ոչ մեկից ոչինչ չեմ ուզում, ով էլ ինձ ինչ նվերներ, ինչ ծանրոցներ ուղարկում է, դա իր սրտի կամքով, մեծ սիրով անում, ոչ թե մի երկու այդ նախանձների պես մարդուն վիրավորող կծող։ Ես գոհ եմ ձեզանից էլ, որ դիտում եք, վատ մեկնաբանությունները գրում եք։ Համով կոֆեյա։ Բա չեք ասի Նազո ուր ես է։ Գեղեցիկ աշուն, տաք աշուն, ինչպես միշտ մեր մոտ, մեր երկրում աշունը տաք է լինում, ընդհանրապես եղանակը փոխվել է բոլոր մարզերում, մեղմ ձմեռ է լինում, մեղմ աշուն, փոխվել է ամեն ինչն էլ։ Մեծ ավտոները հենց անցնում են, ինձ թվում է, թե մեր տանը, մեր շենքը կքանդվի, կփլվի։ Կատած կլինեք, որ այս վերջին ժամանակներում ուղիղ եթեր չեմ մտնում, բայց կարելի է մեկ անգամ կազմակերպել, իհարկե ուղիղ եթեր էլ արդեն երեկոյան ժամերին եմ ես հարմարեցնում, որ ուղիղ եթերով կապնվեմ ձեր հետ, սիրելի հետևորդներ, դե գիտեք այնտեղ էլ վատ կծող մարդիկ կան, պարզ է, ես չեմ տեսնում մի բլոգերի, որի մեկնաբանություններում նշված չլինի ինչ-որ մի վատ բան, դրանք էլ այն մարդիկ են, որոնք ամբողջ օրը ձեր էջում են, ձեզ դիտում են, պարտադիր են ձեզ դիտում ու նախանձությունից տենց տրաքում են, բոլորի մեկնաբանություններում էլ գրում են, հետևորդները Աշոտը խաղողն ա տրորում, որոշել են գինի սարքեն, քիչ լինի, բայց դե գույնն էլ սպիտակ տենց վարդագույն գինի կլինի, լավ պետք է տրորել, որ ոչ մի հատիկ տենց ամբողջական չմնա, որ ավելի շատ գինի ստանանք, մաճառել կարանք վերցնենք, ինքը վարդագույն գինի ա լինելու, այսպես որ նայում եք, կասեք պղտորա սիրուն գույն չի, բայց դեռ հասունացած չի, ասեմ, որ շատ լավ գինի կլինի, եթե անհամ լինի, մեկ բաժակ շաքարավազ կլցնենք, այստեղ բերել եմ ես շլոր, կամպոտ կանեմ, մի քիչն էլ կչորացնեմ ճաշերի մեջ, ես օգտագործում եմ, այստեղ 4 անցած տարվա մասուրն է, լվանում եմ, սոպ սարքեմ, մեր ինչ սիրում է վաղը, որ գնա հետը կտանի։ Որոշեցի սիրելի հետևորդներ թեյ խմել, ես մայրամախոտով ամեն ինչ հենց կարգավորում է, դնեմ թող եռա, չեմ թրմում, մի հատ թող եռացնեմ ու խմեմ, հեսա որ եռած արդեն գույնը ավելի լավ կտա, ասեմ, որ այս խոտաբույսը հրաշք է, հրաշք միջոց է, թեթևություն է զգում,
ստամոքսում, մի խոսքով ամեն ինչ կարգավորում է, առանց շաքարավազի եմ խմում։ Գեղեցիկ դեղին գույն։ Իդեպ մոռացա ասեի, որ այս խնձորներն էլ են վայրի խնձորներ, իրանք շատ թթվի են, բայց որ հասած են շատ հաճելի է, ովքեր թթվաշ սիրում են, իրենց համար պարզ է, որ հաճելի կլինի, ես սիրում եմ թթվաշը, թթուն գերադասում եմ քաղցրից, այս բոլորը բնության պարգևներ են, դեղաբույսեր, դեղամիջոցներ, դա այս խոտը արդեն գիտեք, այս խոտաբույսը ինչի համար է, սա ալոճն է, իսկական ալոճը, մենք արտաշատում գվիժ ենք ասում, շատ առողջարար է, լավ կամպոտ, հյութ է լինում, չորացնում են, թեյեր են պատրաստում, այս մի տեսակը, որ ես լցնում եմ, ավելի մուգ կարմիր գույն ունի, դա մենք գուժիկ ենք ասում, սրան ալոճ, սիզել են ասում, ինքը ալոճի տեսակ է և էլի նույն առողջարար հատկություն ունի, կամպոտներ, սոկեր, մի խոսքով չորացնում ենք թեյերի համար, իսկ այս հրաշք մասուրը, տեսեք, սև մասուրն է սա, մի քիչ ձեռքերը սևացել է, դե պարզավոր պոպոկ ենք հավաքել, կսևանար, ձեռնոցեղով էլ աշխատեցի, բայց դե անցնում է սևանումը, սա սև մասուրն է, հրաշալի գույն է տալի, ես պետք է մի օր թեյ պատրաստեմ, դուք այդ թեյի կարմրությունը նայեք, շատ առողջարար է, այն որ հզոր վիտամիններ է պարունակում իր մեջ, C վիտամին, ես չորացնում եմ, սա կմաքրեմ ես ու կչորացնեմ, տեսեք, մոտիկից ցույց եմ տալի, Հայոց Ձորի մարզում, գիտեմ, որ բոլորն էլ կճանաչեն, կիմանան, բայց դե ուրիշ տեղեր, ուրիշ մարզերում նորություն է սա, ես չորացնելու եմ, պետք է ինձ, էլի բերեմ կամպոտել, կամպոտների մեջ էլ եմ գցելու, լավ գույն է տալիս, ինչու չէ, նաև իր մեջ պարունակում է հզոր C վիտամին։ Սա որ չորացավ, ինչ ես բերը Աշոտ, ինչ ես բերը, սիրելի հետևորդներ, ձմեռը չեկած, կամպոտը բերեց, հոնի կամպոտ, իհարկե դա այն ժամանակներից այն, որ ասում էին ձունը կգա, նոր կբացեն, բայց դե սուտ, երբ էլ բացես, հիմա որոշել են հոնի կամպոտ խմել, թող բացեն և մեկ ալիքը միրգ ու բարիքներ կան, հատապտուղներ կան, դաշտի բերք ու բարիք կա, արագ կփակեմ, թող հոնի կամպոտը վայելեն, հա Լիլիթ։ Լիլիթը լավացել է, վաղն էլ պատրաստում է գնա դպրոց, շորերը։ Այդ կամպոտն է դիրնդե հեսա կսրբենք, նոր կբացենք, կլվանանք։ Ինչը։ Վաղը կսարքեմ Աշոտ ջան, չկար, վաղը կառնեմ կսարքենք, կգնան կառնեմ կսարքեմ, հրաշք այս խոտաբույսը, դեղատուն չես բացում քեզ, դեղատուն բացեմ խոտաբույսեր վաճառեմ, հա կառնեն, մի կտոր պիցայի համար Եկա ջուրը լցում դեմքիս, ոտերիս, հեգի պիցաները դա, կեժամ հետո նոր մի կտոր պիցա տվեց։ Թո լավ եռա անջատեմ, մասուրի սոկ եմ սարքում և ես էլ պետք է սիրուն
կտրատենք։ Էս իսկական երեխու գործ է, ձեր գործն է։ Հա, վայ դուք վաղուց երեխա չեք, մոռացել եք։ Ես հայ վարչապետ եմ նստում։ Հա, ոնց հասկացա, մեր տան երեխան Լիլիթն է, էլի կմնա Լիլիթի վրա։ Պիտի ես պոչերը կտրենք ու չորացնենք։ Լվամ ու չորացնեմ։ Ես ինչ է։ Դա այն շորը, ինչ է։ Մասուրն։ Լիլիթ, այս գործը ոնք գցեցինք, բռնեցինք, որոշեցինք, որ երեխու գործ է ու փոքրն էլ դու ես, մեր տան երեխան դու ես, աշնումերին չափահաս են։ Այս 12-ը, չէ։ Հա։ Զիրոն բարի մամա։ Թվերով փոխի։ Ահա, Ինչ։ 21։ Դեմ 21 է։ Ուրեմն Լիլիթն է չմաքրեց։ Դիկամիկն եմ անում դրել։ Լավ է։ Շոտ։ Լենային թվերականում է։ Հələ հետևարա մերին իրա մազերով, աշխարհով ես ու մերի լավ երկարել է։ Բայց հələ ասա ինչքան է հաստացել։ Բա մազերի որակը։ Հա։ Բերեմ ցույց տամ ինչ։ Հա, մերին եկավ։ Մերին ուզում է կիսվել իր ինչով։ Մազերի խնամքը։ Հա, մերին ուզում է կիսվել իր մազերի խնամքի պարագաներով, հա, ինչով է խնամում մազերը։ Ուրեմն ծայրերին քսում եմ, ու ծայրերին չերկայացան քսում կոկոսի։ Արդեն բրծում եմ այս կոկոսի։ Այդ հնդկական է։ Այս հնդկական է, շատ լավն է։ Ահա։ Հա, կոկոսի է։ Շատ լավն է։ Արմատներին ամեն օր հնարավորություն չունեմ, բայց գոնե օրը մեջ քսում եմ այս վիլեդայի տոնիկը։ Մազերի տոնիկը շատ լավն է։ Ես լցրել եմ սենց տարայի մեջ ու ամեն օր փչում արմատների վրա ու տրոհում եմ 10 րոպե լավ գլխի մասաժանում է, շատ լավ օգնում։ Կարա մնա, թե պետք է լվանա։ Մնա, հա։ Չի կեղտոտում, ոչ Չի կեղտոտ։ Էսվիցին է, եկել, էսվիցինը նոր եմ առել, երևի մի շաբաթ։ Լավ տենց բաղադրություն ունի, շատ լավն է։ Տենց ասում եմ, որ շատ լավն է, դրա համար եմ բարձրել օգտագործել։ Մեկ շաբաթ, հա։ Մեկ շաբաթ։ Հա, էլի տենց վելեդայի նման պետք է փչես արմատներին ու լավ տրորես։ Սա էլ։ Հա, էսի կարծեմ։ Սա որտեղից ես գնել դեղատներից։ Չէ, դեղատանը տենց չկա, էսի Վարդբերիսից եմ պատրել, բայց պետք է օրիգինալը լինի, էսի ոնց որ պաշտոնական էջից եմ պատրել։ Վարդբերիսից ես պատրել։ Էսի շվեդականը։ Շվեցարական կներեք, շվեցարականը։ Իսկ էսի ռուսական ֆիրմա է, էսի կարծեմ մոտավոր մի 3000-ի կարգի է, սա 9-ից 12000-ի կարգի է նայած որտեղ ինչ։ Բայց էսի կուրսով է, էլի։ Մի ամիս 2 հատ սենց հաստատ կգնա։ Մազերը տահակին։ Որոշել եմ, որ վիտամիններ խմեմ։ Վիտամին ու անալիզներ հանձնեմ ու վիտամիններ խմեմ, որովհետև վիտամիններն էլ լավ օգնում են։ Մազերի համար։ Բայց ահագին երկար էլ է։ Մերի մազերը առաջ շատ խիտ ու երկար էր, այն որ իրան ինչ էին ասում, ռապունցել։ Մազերը շատ Անցած տարի շատ կարճ էի կտրել, մաման չէր տեսել, որ ես կտրել էի, մամայից գաղտնի էի կտրել, որտև շատ էր տակերը վարված, ասցի համես հենց կտրեմ ուղիղ երկարի, երևի մի տարի չի անցել, այստեղից համարը այստեղից էր, այսքան երկար էլ արդեն։ Մաման էլ բարկացավ, մաման սիրում է մերի երկար մազերը, բայց հեսա արդեն իրոք խտոցել է մերի, փայլը, որակը, սիրելի հետևորդներ,
որ ես այնքան էի նեղվում մերի մազերի համար, ահա որ էր դարձել։ Հետո ընդհանրապես սկսեց Հա, կորոնայից հետո ընդհանրապես տենց թափեց։ Հա, մեկ էլ մոռացա ասեմ, որ գերչակի յուղ եմ օգտագործում։ Գերչակի յուղ, հա։ Ահա, երկար էլա, խնամում է, նորից ուզում է հետ բերի իր առաջվա մազերը։ Ու նաև պետք է ֆենել, չէ։ Շատ քիչ եմ օգտագործում, ֆենել այս մազն է, այսինքն հեռավորության Ճիշտ է, այն որ ես հիշում եմ, օգտագործում, բայց հիմա էլ չեմ չէ, լավ խտացել է մերի մազերը, փայլը։ Մի խոսքով մի 2 ամսից կտեսնեք մերի մազը։ Մի հատ կանգնի տեսնենք որտեղից է։ Այստեղ կանգնի, որ փայլը սիրուն։ Ահա, գալիս է, օй, համարյա արդեն, հա, չէ, մի 2 ամսից հուսանք կհասնի այստեղ։ Ես էլ եմ այստեղ եմ ուզում Հա, հասնի, որ շատ երկար։ չեմ ուզում։ Կերկարի։ Երկար սիրուն է։ Ու ասեմ, որ ֆենն էլ է։ Ես մի հատ բան Ես ճիշտն ասած որոշել էի, որ գնայի Նարաշանի մազերս, բայց չգնացի, որովհետև արմատների շատ է վնասում ու որոշեցի, որ ես պետք է աճացնեմ, ոչ թե Նարաշանի։ Բայց հիշեցիր քո առաջվա մազերը ու ասացիր, որ այո, կլինի։ Ավելի էր պատանալու, որ Նարաշեսանում արմատները ծանր են։ Բա ինչ անում, արմատները լրիվ վնասում է։ Չէ։ Եկե շատ լավ միջոց կարամ ասեմ, այդ մի քիչ շատ թանկ է, այստեղ չկա Deco Hair։ Տենց է կոչվում, դա էլ շատ։ Սա էլ մերի խնամքի պարագաները։ Դիմակը գնա Բերլինի տան դիմակը ցույց տամ։ Մեկ էլ էս Տաշեի մասկանա շատ լավ է, ինքը բելարուսական ֆիրմա է, ինքը տենց բյուջետային է, թանկ չի։ Իր բաղադրության մեջ վրա, հա, կերատինի բոտեքսի էֆեկտ էլ է տալիս, համ արմատներին քսում ես, մի 15-20 րոպե պահում ես, բայց ցելոֆանով շապկա ես հագնում, որ արմատներդ լավ, սենց որ լինի ինքը բարի կոնկրետ, նու տաքացնի, որ ինքը էֆեկտ տա էլի, ինքը շատ լավ բաներ կա խոսքով։ Խոսքով, այո, ամեն ինչ յուղեր էլ կան իրանց։ Այո, պետք է ընտրես, փնտրես, տեսնես որն է հարմար քո մազերին։ Ասեմ, որ սիրելի հետևորդներ, սա ռեկլամ չի, չենք ռեկլամում։ Սա զուտ ցույց ինչ օգտագործել եմ։ Զուտ ցույց ենք տալիս։ Այդ էլ ցույց տալի։ Թե չէ։ Սա համարյա 2 ամիս եմ օգտագործել։ Թե չէ մի բան, որ ասում ենք, երևի մարդիկ կան, որ մտածում են մենք ռեկլամ ենք անում։ Նա Հայաստանում տաշը չկա, սրանից կասեմ կա, թե չէ, մեզ վալվերուսից է պատվիրում, ես այլ եմ վալվերուսից պատվիրել, սա այլ, բայց եթե պատվիրելու լինեք, նայեք օրիգինալը լինի, եթե չէ, գրեք, ես ձեզ արտիկոլը կուղարկեմ, ես սրա, եթե հետաքրքիր է, ինչ-որ այլի լիքում եմ պատվիրած բաներ, եթե կհետաքրքրի փորձեմ ու արդյունքներով կիսվեմ, կնդրում եմ, կոմենտարիաներով կլուստրեք երկարացնում եք անպայման ձեր մազերը պարտադիր երկարություններ խնամեք, որովհետև եթե երկարացնում եք ինքը տակերից փշրվում թափում է ծայրերին ուշադիր պետք է լինեք, օգտագործեք սերմազաշիտներ, յուղեր, ես sense կոճուր յուղ ունեմ, ինքը ամերիկականը շատ լավն է, ինքը ճիշտ է քիչ թանկ է, բայց լավն է։ Ու տենց մի կես տարի հաստատ կգնա, ինքն էլ շատ լավն է, որ երկարությանը պարտադիր պետք է ուշադրություն դարձնեք, որ ծայրերից չշրվի թափվի։ Այդ ինչ ավելացնեմ, մեկ էլ խմեք վիտամիններ, 5 երկաթ D վիտամին, մեկ էլ կառաջարկեմ, որ ապտեկայից բետա-2 առնեք ամպուլաներ ու դրանք ջարդեք օրական քսեք, դա էլ շատ լավ օգնում։ Այսքան եմ, սիրով ձեզ բյուտի բլոգեր մերի։ Սա էլ մերին և ահա թե որտեղ են գնում իմ բոլոր գումարները։ Ես այսօր հասկացա, թե որտեղ է գնում մերի գումարը։ Իհարկե դե մարդ պետք է իրեն խնամի, ուշադրություն դարձնի։ Սիրելի հետևորդներ, դուք էլ որոշեք և ասում եմ նորից ռեկլամ չի, ուղղակի շատ մի բան, որ լավ է լինում, արդյունքները ցանկանում եմ ես ձեզ հետ կիսվել, ասել,
Շատ մարդիկ կան, որ ունեն մազերի տենց Համարյա խնամքի, աշխունը, մազերի հա պրոբլեմ, մազերի հետ կապված խնդիրներ, եւ ահա մերին ասեց իր գաղտնիքը, ես էլ եմ զարմացել մերի մազերի որակի աճի վրա, որ ամեն անգամ նայում էի մերի մազերին, նախ շատ կարճ էր կտրել, 2 ճյուղ էր մնացել, ամեն անգամ նայում էի, ինձ ինֆարկտը խփում էր։ Դա միշտ երկար մինչև 19 թիվ ես նորմալ մազեր եմ ունեցել, դրանից հետո իմ մազերը թափվել է, կորոնային կպել այդ կորոնայից հետո ընդհանրապես 3 ճյուղեր մնացել, այս երևի այս 2 տարին է ինչ մի փոքր վերականգնել եմ, այս մի տարվա ընթացքում էլ դե արդեն ինչ որ օգտագործել եմ, ես լավ արդյունքների եմ հասել, դրա համար եմ կիսվում։ Սար ձեզ ասում ենք բարի գիշեր, կհանդիպենք, եթե հետաքրքիր է այսպիսի կոնտենտը կշարունակվի, երբ որ ես տանը լինեմ։ Այո, մերին եթե տանը լինի, գա, կարող եք մեկնաբանություններում գրեք, դեմքի խնամքի պարագաները ցույց կտա։ Պարագաներ ունեմ, կոսմետիկա ունեմ, թուլությունն։ Այո, խնամված ու գեղեցիկ։ Բարի գիշեր ենք ասում ձեզ, հաջողություն։ Լավ մնացեք, ինչ ասենք, կհանդիպենք։